բոլորին, մենք այսօր խոսելու ենք թեյի օգտակարության մասին։ Ում չի ոչնչացնում վիրուսները։ Այո։ Սակայն կարող է ունենալ մի շարք օգտակար ազդեցություններ։ Հիդրատացում Նշանակում է ջրային հավասարակշռություն։ Թեյը հեղուկ է, իսկ մրսածության ժամանակ օրգանիզմը կորցնում է շատ հեղուկ։ Քրտնինքի, բարձր ջերմության կամ քթահոսքի պատճառով։ բավարար հեղուկը օգնում է կարգավորել ջերմությունը։ Պահպանել լորձաթաղանթի խոնավություն։ Որոշ բույսեր, որոնք պարունակում են Կենսաբանական ակտիվ նյութեր, ուրց, մասուր, անանուխ, եղեսպակ, որոնք ունեն հանգստացնող հատկություններ։ օրինակ կոճապղպեղով թեյը Կարող է մեղմել կոկորդի ցավը եւ խթանել արյան շրջանառությունը։ Կիտրոնով թեյը մեղր ունի հագամանրեային հատկություն։ Իսկ կիտրոնը վիտամին C-ի աղբյուրը, տաք գոլորշին թեթևացնում է, քթային շնչառությունը, անանուխով կամ էվկալիպտով թեյերը։ Բայց պետք է հիշել, որ թեյը չի կարող փոխարինել դեղերով բուժմանը։ Ապրեք։ Եթե կա բարձր ջերմություն, Ծանր հազ, բակտերիալ վարակ, այո, բակտերիալ վարակ, չի կարելի խմել շատ տաք թեյ։ այն կարող է գրգռել կոկորդը։ Այո։ Մեղրով թեյը չի կարելի տալ, Մինչև 1 տարեկան երեխաներին։ Քանի որ մեղրը կարող է պարունակել բոտուլիզմի հարուցիչներ, որոնք այս տարիքում կարող են դառնալ հիվանդության պատճառ։ կանաչ և սպիտակ թեյը, որոնք համարվում են ամենաառողջարարները։ Այո։ Հակաօքսիդանտների Բարձր պարունակություն։ Այո։ Օգնում են ճարպերի այրմանը, օժտված են հակաբորբոքային հատկություններով, առողջարարել սիրտանոթային համակարգի համար։ Այո։